ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Չարենցի ասած 100 տարի առաջ ասված այս խոսքը միշտ արդիական է, իսկ այս օրերին նամանավանդ ավելի արդիական դարձավ, երբ մենք Արցախում միացանք եւ նորից կանգնեցրեցինք մի ցեղասպանություն։ Եվ իրականում, եթե մեր տղաները չլինեին այդ սահմանում կանգնած, կկրկնվեր ինչ որ եղավ 1915 թվականին։ Դա միանշանակ, թող ոչ ոք չկասկածի դրա մեջ, որտեղ մենք կռվում ենք ոչ թե թշնամին կռվում է ոչ թե մեզ դեմ, որպես հակառակորդի այդ կոնկրետ ուզում է ոչնչացնել մեզ։ Եվ մենք պետք է համախմբենք։ Եվ մենք ինչ ենք անում, որ համախմբենք։ Ինչ ենք անում մենք, որպեսզի մենք հարգենք եւ չդավաճանենք մեր անմեղ զոհերի հիշատակը։ Այստեղ շատերը ով որ կանգնած է, շատերը ցեղասպանությունից վերապրածների թորներ եւ ծորներ են։ Եվ մենք ինչ ենք անում իրենց հիշատակի համար, ինչ, չենք խոսում հայերեն, չենք երգում հայերեն, չենք պարում հայերեն։ Եվ ինչի էր այսքան զոհաբերությունը 100 տարի առաջ փրկվեցինք, որպեսզի մնանք հայ, մնայինք մեր հայրենիքում, դառնայինք թուր, քուրդ, մնայինք մեր հայրենիքում, բայց մենք ընտրեցինք լինել հայ եւ հասնել այսօրվա օրը 21-րդ դար եւ մենք այսօր հայերից մեր մեծամասնությունը ոչ հայկական մշակույթի կրող ենք մեր մեջ։ Ես չեմ ասում այն մարդկանց, որ այստեղ է, բայց այն հազարավոր մարդկանց, որոնք այսօր այստեղ չեն։ Մենք դարերի ընթացքում դարձել ենք մեր կարևոր պետության թշնամու ռուսի մշակույթի կրողը։ Ինչի մեր մշակույթը պակաս է։ Մենք այսօր դարձել ենք կրողը բոլոր մշակույթների, բացի հայկական մշակույթից։ Դա դավաճանություն է մեր կողմից։ Մեր կողմից դավաճանություն է այն բռնաբարված 6 տարեկան աղջկա դեմ մեր կողմից դավաճանություն է, որտեղ ինքը բռնաբարվեց թուրքի կողմից, որպեսզի հայ մնա, որպեսզի վաղ իր երեխան խոսի հայերեն, իսկ մենք ինչ ենք անում։ Մենք մեր ձեռքերով ոչնչացնում ենք իսպար մեր կապը մեր նախնիների հետ։ Ինչի ենք մենք այսօր մշակույթը կրում եւ դառնում նաեւ թիրախ մեր պետության կողմից, որտեղ մենք հայերս կրողն ենք ռուսական մշակույթի։ Մենք կրողն ենք հրեական, այսօր եթե նայեք հրեական մշակույթի կենտրոնում հիմնական աշխատողները հայեր են։ Գերմանական մշակույթի կենտրոններում, եկեղեցիներում հայեր են, բապտիստերում հայեր են, կաթոլիկներում հայեր են, քիչ մնաց ունենք հայ կաթոլիկ եկեղեցի, այնտեղ չեն գնում։ Չգիտեմ ինչ, գնում են լատինական կաթոլիկ եկեղեցի։ Մենք ունենք հայկական կաթոլիկ եկեղեցի։ Գնացեք, հեռացել ենք։ Սա դավաճանություն է, սա ոչ միայն մտածենք դրա մասին։ Մենք էլ ինչի ենք այսօր ասկ, որ մենք դավաճանենք, իրականում մենք դավաճանել ենք մեր գերագույն սրբին, Մեսրոպ Մաշտոցին ենք մենք դավաճանել, որտեղ չենք կրում գլխավորը, ողն ուղեղը, լեզուն հայկական կրողը չենք։ Եվ մենք ուր ենք ուզում գնալ։ Եվ մենք այսպես ուզում ենք, որպեսզի մեզ հարգեն եւ մեր ցեղասպանությունը ճանաչեն եւ դատապարտեն, ոչ մի դեպքում։ Եվ մինչեւ մենք չսովորենք հարգել մեզ, մեր լեզուն, մեր մշակույթը, մենք շատ վտանգված ենք եւ այսպես կշարունակվի։ Սիրելի բարեկամներ, այստեղ վերջին ինձ համար ամենամեծ ցավալի մենք երեք Երևանում ենք իմացանք, որ մեր միտինգը տեղափոխում է, Սամվել ասեց պատճառները։ Ոչ մեկը չհուսահատվեք։ Մենք միտինգներ ավելի մեծ ենք առնում, գլխավորը կանենք, գլխավորը մենք, էլ դավաճան չլինենք մեր ազգի հանդեպ, մեր սուրբ Մաշտոցի հանդեպ դավաճան չլինենք։ Շնորհակալություն։ Ապրեք։